Տեսեք, նախաքննության փուլում 4 անց ցուցմունք է տվել, խայտաբղեց իրականության հետ անհասկանալի չհամեմատվող եւ իրար հետ չբռնող, ասենց ասեմ, բաց լեզվով։ Ինչպես։ Ովքեր են ժեխերն են նիկոլական, որոնք որ 18 թվականին ոգևորվել են, որ կարող են ցուցմունք տալ։ Ասեք մեկը կա, որ ցուցմունք է տալի, որ Դավիթ իր զենք կար եւ մեքենայից կախված կրակում էր մարդկանց վրա։ Այսինքն կռիվ կինո էր նկարագրում, որտեղ կա մի քանի 100 մարդ եւ մի քանի 100 ոստիկան։ Եվ 5 ոստիկան, ովքեր որ այդտեղ են եղել, ասում են նման բան չի եղել եւ առասարակ ոչ մի հակաիրավական բան չի արել։ Այդ մարդիկ եկել են դատարանում, արդեն տվել են քիչ թե շատ նորմալ ցուցմունք, այսինքն փրկում են իրենց սուտը եւ ասել են, որ Դավիթը ոչինչ չի արել։ Հիմա իրավաբանական արժեքով սա 0 է այս գործը, բնականաբար սա քաղաքական հետապնդում է, Նիկոլ Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից, դա հերթական դրսևորումն է։ Դուք նաև այսօր կալանքի, այսօր միջնորդության մասին խոսք եղավ, չէ՞ կալանք։ Այսօր խնդրում ենք, որպեսզի դատարանը արտահայտ քննարկեր խափման միջոցի հարցը, թեպետ ասեմ, կալանավորողները Նիկոլը, թողնելը Նիկոլը, հաստատ մենք Հայաստանում, մենք որպես ժողովուրդ չենք արժանացել դատարան ունենալու երևույթին, եկեք ինքնախապեյությամբ չզբաղվենք։ Միտում տեսնում եք այս հետաձգման մեջ, որ դժողները չէին եկել։ Դժողները այն նիստին էլ չէին գալի առաջացյանում։ Այսինքն դժողների վերաբերյալ ոչ մի բան չկա, ինչ դժող մեր մեջ ասած։ Պարտադիր չէ, չէին այս գալու։ Ոչ, պարտադիր չի։ Միտում դե հիմա ինչ ասեմ, չեմ կարծում, որ դատախազը հատուկ աշխատանքից ազատվել է, որ այսօր հետաձգվի։ Պարոն Բան չասեմ, էլի։ ասում եք քաղաքական ինչ նկատում եք, ինչից հետո նա հայտնվեց իշխանության։ Ամենասկզբից էլ եղել է, 18 թվականից էլ եղել է, որպես ժողովրդի կողմից ընտրված ՀԿ-ի տեխնացու, հետո իր դաշինքով ընտրված տեխնացու։ Չմոռանանք, որ Դավիթ Համբարձումյանը առաջինն է, որ ընտրություններով Նիկոլին հաղթեց Հայաստանում, եւ դա իրեն չի ներվում իհարկե։ Հիմա էլ դե վարչապետի միասնական տեխնացու է խորհրդարանական ընդդիմությունից, բնական է դա էլ չի ների։ Բաթորի իր աշկ ունի, բա ոնց կների։